Բարև ձեզ, սիրելի հետևորդներ եւ ալիքյուրեր։ Ժողովուրդ ջան, այսօր մարտի 3-ն է։ Պետք է edեմ հապալասի թուփը եւ ձեզ ցույց տամ ինչ ձևով են edում եւ ինչի համար են edում։ Էդը հապալասի ամենաճիշտը կատարել մարտ ամսին, ապրիլ ամսին, ապրիլի մինչեւ 20-ը պետք է էդը ավարտվի։ Ժողովուրդ ջան, տեսեք, ինչի համար ենք edում։ Առաջին հերթին edում ենք, որպեսզի պտուղները լինեն խոշոր։ Երկրորդը, որպեսզի լույսը թափանցի թփի մեջ, չառաջանան սնգային հիվանդություններ, օդ խաղա, այսպես ասած, եւ եթե տերևները շատ խտանան, այդ դեպքում ստվերալ լինելու, սկսում հիվանդանալ եւ թուփը եւ պտուղները։ Հիմա ինչից ենք սկսում։ Սկսում ենք այն ջուրերից, որոնք որ գետնին շատ մոտ են, ծռմռված ջուրերն են, դրանք հեռացնում ենք առաջին հերթին։ Իդեալական է այն դեպքում, երբ որ թուփը ունենում է նման առողջ ջուրեր, մաքսիմում 10-ից 12 հատ, որպեսզի կարողանա սնուցի։ Մնացածները, որոնք որ ծուռ են, լավ չեն աճած, հիները պետք է անպայման հեռացնենք, ժողովուրդ ջան։ Հիմա այդ գործողությունները մենք անում ենք այս թփի համար։ Այստեղ այս ջուրերը, որոնք որ չորացած են, իմաստ չունեն, սրանք պահել Եվ իհարկե պետք է անպայման նայենք նաև այս ջուրերի վերջերը, վերջի ծայրամասերը, եթե չորացել են, օրինակ այս տեսեք սա չորացած է, այստեղից ես պետք է անպայման հեռացնեմ, կարելի է այստեղից հեռացնեմ, այստեղ հեռացրեցինք, այստեղից կհեռացնեմ, այս բողբոջը կթողնենք, այս մյուսից կտրենք, մյուսը սա, այս բողբոջը կթողնեմ, մյուսը կտրեմ, այս նիճուղը, այստեղից edում ենք, և տեսանյութի վերջում ես ես կասեմ մի շատ կարևոր ինվորմացիա, և ինչ անել, երբ ձեր հապալասների թփերի մեջ, տորֆի մեջ, արդեն մրջունները բուն են դրել։ Երբեք մի սրսկեք քիմիաներով, ժողովուրդ ջան, քիմիա չի կարելի օգտագործել, որովհետև քիմիան կարող է ազդի տորֆի թթվածության վրա եւ հիմնական ազդի նաեւ արմատների վրա։ Դրա համար ես տեսանյութի վերջում ցույց կտամ ինչ ձևով կարելի է վերացնել մրջունի բույնը։ Սրսկելով ոչ մի դեպքում չենք կարողանում մենք վերացնենք ամբողջ մրջունների բույնը, որովհետև եթե մայր մրջունը դեռ կա, ողջ է, նա անընդհատ պետք է ձվադրում կատարի եւ այդ բունը անընդհատ պետք է լիքը մրջուններ լինեն։ Իսկ այդ եղանակով ես կասեմ, դա շատ անվնաս եղանակ է եւ կարելի է վերացնել ամբողջ մրջնաբույնը։ Այս ձևով թողնում ենք այս 4 ջուրերը վերացնում ենք, կտրում ենք եւ պետք է անպայման կատարեք բանանային բարդացում եւ ջուրը չթողնեք տոֆը չորանա, պետք է անպայման ջրել, մանավանդ այս եղանակին, երբ ջուրը քիչ է եղել, ջերմումները քիչ են, արդեն տոֆը չորացած վիճակում է, դրա համար պետք է ջրենք, ժողովուրդ ջան։ Ես հիմա այս բոլոր թփերը պետք է edեմ, ինչքան հասցրեցի այսօր, մնացածը վաղը, եւ ձեզ ցույց կտամ այն նյութը, որով կարելի է վերացնել մրջունների բույնը։ Մի խոսքով ժողովուրդ ջան, մի թողեք, որ շատ խիտ լինի, մինչև 3-4 տարեկան թփերը պետք չի edել, 5 տարեկան եւ դրանցից ավելի տարիքովները edեք, հին ջուրերը վերացրեք, մի թողեք, միայն թողեք առողջ եւ երլասած ջուրերը։
Ժողովուրդ ջան, դելուց հետո այս տուփը ունի այս տեսքը։ Արդեն ծաղկապնջեր երևում են։ Ժողովուրդ ջան, ահա այն նյութը, որը որ ես ասի վերջում ցույց կտամ, մրջունների վերացնելու համար, եթե նրանք արդեն տորֆի մեջ բուն են դրել։ Մի սրսկեք եպեք ջուղերը, մի սրսկեք տորֆը։ Սա լսում եք ամանի մեջ հատուկ թույն է, որը մրջունները սիրում են, հոտով հեշտ գտնում են դա, ու սկսում են օգտվել են։ Նրանք ուտում են, տանում կերակրում են ամբողջ իրենց ձագերին եւ մայր մրջունին, մի խոսքով հիմնահատակ վերանում են։ Նյութը կոչվում է մռավենչի բուֆետ, չեխերեն, հայերեն կլինի մրջնի բուֆետ երևի, մրջունների համար։ Կարող եք գնել on-line, հետաքրքրվեք, նկարը լավ տեսեք, մեր մոտ Չեխիայի մարզի 105 կրոն, մի կրոնը 20 մի դոլարը 20 կրոն է, այդ կուրսով հաշվեք, եսեք դրամով ինչքան գնեն կամ ձեր փողը ռուսական կամ չգիտեմ ինչով։ Մի խոսքով, սա ամենալավ ձևն է տորֆի մեջից բույնը վերացնելու համար։ Դե այսքանով ավարտում տեսանյութի ժողովուրդ այնքան հաջող չէր, որովհետև մի ձեռքով է աշխատում, այդելու ժամանակ կամերան մատերս կամերայի դեմ էր մնացել, դրա համար ներողություն եմ խնդրում։ Եղեք միշտ առողջ, կարևորը առողջությունն է, ձեզ լավ օր եմ ցանկանում։ Եթե հավանեցիք տեսանյութին դրեք ձեր լայքերը, բաժանորդագրեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը։ Ինչու եմ ես այդ մրջունների մասին անդրադառնում, որովհետև շատերը հարցնում են, ինչ ձևով մրջունների վերացնենք, ինչ սրսկենք։ Այսօրվա թեմայի մեջ ես վերջում ասեցի այդ մասին, ժողովուրդ ջան։ Բարին են ձեզ։